Նիկոլ Փաշինյանը երեք խորհրդարանում հայտարարեց, որ Արցախը հանձնելով Հայաստանը վերջապես դարձել է ինքնուրույն, ինքն է լիարժեք ղեկավար, ինչպես կարձագանքեք։ Մի քիչ ճիշտ չձևակերպեց, բայց ընդհանուր առմամբ չգիտեմ, Արցախից թվում է վաղուց էր հանձնած, հələ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից։ Չեմ ասի ճիշտ ձևակերպեց, բայց ճշտին մոտ է ասում ավելի։ Համենայն դեպս գիտեք ինչ կա։ Սաղ աշխարհը այս սահմաններում Հայաստանը ընդունում, պետք է հաշտվենք այդ մտքի հետ, ուրիշ ձև ինձ թվում է մենք այդքան ուժ չունենք աշխարհի դեմ պայքարելու, էլի։ Ցավալի է, բայց փաստ է։ Անեն չի։ Ուղղակի մի քիչ այն մի հատ քաչալն ունեն ժամանակին Աղազարյանը, նաև ավելի ճիշտ ձևակերպեց։ Ասում մեր պատմական Հայաստանի վրա էս մի փուչուր Հայաստանի պետությունը կարացինք բան անենք, երեք դա ավելի ճիշտ ձևակերպում էր։ Մնացածը չգիտեմ։ Բայց այս քանի վաղ ինչ անում է ճիշտ է անում, հազիվ աշկս է մտել։ Չեմ կարծում, որպես լիարժեք ղեկավար Արցախը հանձնելով հանդերձ։ Չեմ կարծում։ Հայաստանը առանց Արցախի ավելի ինքնուրույն է։ Ոչ։ Իսկ ինչու է վարչապետը նման բան։ Կես Հայաստան կորցրեցինք եւս։ Ինքնուրույնը որն է տեղ։ Չեմ կարծում։ Ինչ կասեք իրեն։ Թող ավելի խելացի լինի, ինչ ասեմ։ Ես չեմ ցանկանում իր հրաժարականը, այդ չի հարցը։ Ուղղակի թող ավելի խելացի լինի։ Նիկոլի անունը մի տվեք, մարդկություն չկա այնտեղ։ Ես ուղղակի չեմ հասկանում, տենց ղեկավար մեր երկրին չէր կա։ Ասում են հիմա ինքը ավելի լիարժեք ղեկավար է, ինչպես կպատասխանեք իրեն։ Ես այդտեղ ոչ մի լիարժեք բան չեմ տեսնում։ Ոչ մի լիարժեք բան։ Ափսոս մեր երկիրը, որ ինքն է ղեկավարում։ Նիկոլ Փաշինյանը ինչ անում է, ճիշտ է անում։ Ինչն է ասում է, ճիշտ է անում։ Ես իրան հավատում եմ շատ։ Առանց Արցախի լավ է։ Ես ասել չեմ առանց Արցախի լավ է, բայց դա հենց է պետք է ելել Հայաստանի համար։ Значит, հենց պիտի լիներ։ Մոչովտել Արցախը Հայաստանին է չելել։ Էսը Նիկոլը չարել։ Մոչովտել Նիկոլը ինչ արել։ Եկել է ուժը Արցախը լել Ադրբեջանը։ Ես վարձնվել եմ Արցախը մետել է Հայաստանին, միշտ ելել է ավտոնոմիա Ադրբեջանի։ Մենք վար ադրեսավ գրում ենք վար Նագորնո Ղարաբաղ սաստավ Ադրբեջանսկե ՍՍՍР։ Դե գույրիչեմ, ես Հայաստանում տեսել չեմ Ղարաբաղը։ Նիկոլն է վար եկել է, հենց արել պետք է։ Եվ ինքը ինչ անում է, ճիշտ է անում։ Ինչպես կարձագանքեք։ Ես իրան չեմ վստահում ոչ մի համ։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում երեք հայտարարեց, որ Արցախը հանձնելով Հայաստանը հիմա ավելի ինքնուրույն է դարձել, իսկ ինքը լիարժեք ղեկավար։ Ինչպես կարձագանքեք իրեն։ Ես շատ հեռու եմ քաղաքականությունից, կներեք։ Առանց Արցախի Հայաստանը ինքնուրույն է։ Չգիտեմ։ Անհասկանալի էր ուղղակի։ Քան բան։ Լիարժեք ղեկավար է հիմա։ Նիկոլ Փաշինյանը երեք հայտարարեց Այդ կենթանան խոսեմ եք, ցավդ բան։ Ասում է Արցախը հանձնելուց հետո Հայաստանը ավելի ինքնուրույն է դարձել, ինքն է լիարժեք ղեկավար է։ Լավ ալու։ Կարմանում է ցավդ բանը, որ ժողովուրդը էս են անելու է։ Ինչ են անում։ Ինչպես կարձագանքեք Փաշինյանին։ Փաշինյանը կենթանի է, ամերիկական լաբորատորիայի, ստեղծած կենթանի։ Կարակ գնաք են լաբորատորիումը ստուգեք։ Ոչ մի բան ցա, ինձ ալերգիա ունեմ այդ կենթանու վրա։ Ինքը ինձ համար մարդ հասկանում։ Հետո էլ ինչ ես ուզում ասել։ Առանց Արցախի Հայաստանը ինքնուրույն է։ Ո՞վ ասել։ Փաշինյանը։ Լավ լիցավ։ Թող գնա Լոնդոն։ Իրան ղեկավարն են բեղեն։ Դու լավ գիտես իրան ղեկավարն են ով են։ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Արցախը հանձնելուց հետո Հայաստանը Անունը տալիս է ես վատանում եմ։ ասում է Հայաստանը ավելի ինքնուրույն է Արցախը հանձնելուց հետո, ինքն է լիարժեք ղեկավար է։ Ինչպես Ես կարձագանքեք։ իրա որևէ ասածին չեմ կարող որևէ բանով արձագանքել, որտեղ դա աբսուրդ է, չեմ կարող։ Փաշինյանը երեք խորհրդարանում ասաց, որ Արցախը հանձնելով Հայաստանը հիմա ավելի ինքնուրույն է, ինքն էլ ավելի լիարժեք ղեկավար։ Ինչպես կարձագանքեք իրեն։ Ոչ մի կերպ։ Ինչ կասեք։ Լրիվ համամիտ չեմ։ Սխալ կարծիք է։ Ոնց է Արցախը հանձնելով մենք բան ենք անում Հայաստան ինքնավ։ Նախ Արցախը մեծ մաս սահման էր։ 12-13 հազար քառակուսի կիլոմետր մենք կորցրեցինք։
մինչև այդ սահմանը, չէ մեր Հայաստանի Սյունիքի սահմանը, ինչ է նշանակում կորցրեցինք ապահովա, բացարձակ սխալ բան է, բացարձակ, Ասում է ինքը լիարժեք ղեկավար է։ չէ համամիտ չէ, ոչ բանով ես համամիտ չեմ, այդ ինչն է տեղ բան, ոչ մի ես ադեկվատ բան չեմ տենում, ես այն մարդին էլ ընդե բռնեց, խեր մարդը բավոնց, բարերար մարդ եկել է, եկեղեցունա, կողքինա կանգնում, բան անում, տարավ կալանավոր է, ծարմավիրի քրեակատ, հետո այդ ինչ շնորհք է, ես զարմանում եմ ոնց են հանդուրում, ես ինչ վիճակ է, 3-4 տարյա թոշակը չի վարձանում, սծից ասմա 10-12%-ով բան արեք, հիմա ես չեմ խանութից չեմ առնում, կներեք, շուկայից եմ առնում, թոշակ առու եմ, այն կինը ինձի պետքա թուղթա, չէ բնական է, հա, ուրեմն ինչ է նշանակում, մարդիկ ստիպված գրում են դեղից առնում են, մի խոսքով չեմ անում, ես այս վիճակից շատ դժգոհ եմ։ Ես համաձայն եմ իր հետ։ Խնդիր չկա։ Ինքնուրույն է Հայաստանը։ Դե ամեն դեպքում ես իր հետ համաձայն եմ, ասեմ ձեզ։ Փաշյան ապուշա։ Դաշը։ Միայն այդքան է արձագանքում։ Ինչ կասեք իր հայտարարության վերաբերյալ։ Ինչ ասեմ, որ դրա համար բավարարելն է։ Առանց Արցախ Հայաստանը ինքնուրույն է։ Չէ, ընկեր, դες չի ստացվում։ Արցախը մեկ ուրիշ հանրապետություն որ խաբեցին տարան Ռուսաստան, հետո դարձավ պատական Հայաստան, Հայաստան ներշի նման կայնավ ղեկավարից Արցախի ժողովրդին։ Իսկ վարչապետը հիմա լիարժեք ղեկավար է։ Իհարկե ոչ։ Ինչպիսի ղեկավար է Փաշինյանը։ Ձեր նման։ Իմ նման ո՞նց։ Այտենց։ Իմ նման լրագրող, հա։ Հա։ Դա չի կարող ղեկավար դառնալ։ Օրմացերը որ մահանում է, աս բարեզ ու վարչապետ չես կարող դառնալ։ Մի բան գիտեր, չէ՞։ Հա։ Մի բան գիտեր հայրը, որ ասում էր։ Իհարկե։